Լրագրող Նայիրի Հոխիկյանը գրում է. Հայաստանի արևելյան առաջնագծի մի շարք հատվածներում գիշերը թշնամու ակտիվացման որոշ կուտակումների հետևանքով զգոնության բարձրացում է հայտարարվել։ Դա չի նշանակում պատերազմ, բայց թշնամին կրակում է նաև հայկական դիրքերի եւ բնակավայրերի վրա, ինչը նշանակում է, որ ամեն կերպ փորձում է մերոնց ներքաշել ռազմական գործողությունների մեջ։ Մեր զորքը ամուր է, կանգնած է իր տեղում։ Չի պատասխանում թշնամու սադրանքներին, պատասխան կրակ չի բացում, բայց դա չի նշանակում, որ չի կարող չկրակել։ Ուղղակի այս պահին մեր կողմից կրակելը կնշանակի թշնամուն հնարավորություն տալ սկսել պատերազմ, ինչը դեռևս ցանկալի չէ մեզ համար։ Ժամանակը կգա, թշնամուն իրեն հասանելիք պատասխանը կտանք, որը շատ ցավոտ կլինի նրա համար։ Բայց հիմա պետք չի սկսել առաջինը։ Մենք շարունակում ենք ուժեղացնել հայկական դիրքերը, քողարկել եւ ամրացնել, համալրել անհրաժեշտ պարագաներով, ապահովել մեր զինվորի անվտանգությունը քողարկիչ ցանցերով, գիշերային տեսանելիության սարքերով եւ ուրիշ կարեւոր ապրանքներով, արդեն 4 տարի։ Եթե ուզում եք մասնակցել այդ աշխատանքներին ձեր հնարավորությունների սահմաններում, խնդրում եմ անձնական կապ հաստատել նամակով։ Մենք չենք ուզում հայտնվել մի վիճակում, երբ համաձայնում ենք մի բանի ու 1-2 տարի անց Հայաստանի օրենսդրության փոփոխության կամ էլ Հայաստանում իշխանության փոփոխության պատճառով կանգնելու ենք նույն 30 տարի առաջվա իրավիճակի առաջ, երբ հակամարտությունը սկսվեց եւ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը դարձավ այս իրավիճակի գերին։ Հենց այդ պատճառով էլ մեզ համար շատ կարևոր է, որ սա լինի անխոչնդոտ անցում բոլոր անհրաժեշտ երաշխիքներով, որ այս իրավիճակն այլևս ենթակա չլինի։ Անտալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում Կովկասի թեմայով պանելային քննարկմանը Հայաստանի արտգործնախարարի մասնակցությամբ հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը։ Նրա այդ հայտարարությունը պանելային քննարկմանը չունեցավ հանգամանալից ծավալում, մինչդեռ դրա կարիքը կարծես թե կա հասկանալու համար, թե ինչ է Ադրբեջանի ուզածը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց նույն քննարկմանը, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին կիրառել էլեկտրոնային տեխնոլոգիաներ, բավարարվել ապրանքների էլեկտրոնային հայտարարագրումով եւ սկաներներով, առանց այսպես ասած ֆիզիկական ստուգման եւ այդպիսով արագացնել անցումը։ Բայց ըստ Արարատ Միրզոյանի Բաքուն մերժում է դա։ Սա զարմանալի չէ, եթե մենք ճիշտ ենք ընկալում Բաքվի ռազմավարությունն ու մարտավարությունը։ Այն է, Հայաստանից կորզել, ստանալ առավելագույն զիջումներ, քանի դեռ կա ուժային շանտաժի հնարավորություն եւ աշխարհաքաղաքական մթնոլորտային պատեհություն։ Ընդ որում թե Ադրբեջանի, թե առավել եւս Թուրքիայի համար բոլորովին ցանկալի չէ, որ Հայաստանով անցնող ճանապարհով անգամ էլեկտրոնային վերահսկողություն լինի այն բեռնափոխադրումների հանդեպ, որ փաստորեն իրականացվելու է թյուրքական աշխարհի միջև։ Այլ կերպ ասած, Հայաստանը նրանք դիտում են միակ խոչընդոտ այդ աշխարհի միջև անարգել եւ առանց ավելորդ վերահսկող աչքի հաղորդակցության համար։ Ըստ այդմ Հայաստանից թերևս մինչև վերջ պահանջվելու է առավելագույն զիջում անխոչընդոտ ճանապարհի մասով։ Ավելին մեծ հավանականությամբ Բաքուն պահանջելու է այդ առընչությամբ թերևս միջպետական առանձին պայմանագիր, այսպես կոչված խաղաղության պայմանագրին զուգահեռ, որում այսպես ասած առավելագույնս խիստ պայմաններով կամրագրվի անխոչընդոտ ճանապարհի Հայաստանի պարտավորությունը։ Իհարկե սա չի բացառում, որ X պահի Ադրբեջանը կարող է համաձայնել ավելի այսպես ասած մեղմ տարբերակների, բայց Բաքուն դրան կարող է գնալ միայն ստիպված լինելու դեպքում, այլապես շարունակելու է գնալ առավելագույնի տրամաբանությամբ։ Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցության երկրորդ հանդիպումը կայանալու է գալիք շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Ինչպես հայտնի է, առաջին հանդիպումը կայացավ Օմանում ապրիլի 12-ին։ Այնտեղ բանակցեցին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ Մերձավոր Արևելքի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո հանրայնացված տրամադրությունները երկուստեք եղել են դրական։ Դրականության մասին վկայում է թերևս նաեւ այն, որ պայմանավորվել են նոր հանդիպման մասին եւ այն տեղի է ունենում 1 շաբաթ անց։ Սակայն ուշագրավ է, որ հանդիպման վայրը փոխվում է եւ Օմանի մայրաքաղաք Մուսկաթի փոխարեն ընտրված է Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Ավելին տեղեկություն տարածվեց, որ փոփոխությունը պայմանավորված է Օմանի խնդրանքով։ Ինչով է պայմանավորված փոփոխությունը, մանրամասներ գոնե առայժմ հայտնի չեն։ Բայց պատկերն ուշագրավ է եւ վկայում է նախ եւ առաջ այն հանգամանքի մասին, ինչի շուրջ խոսել ենք Իրано-ամերիկյան գործընթացի մեկնարկին։
Երբ Թեհրանը խոսում է ԱՄՆ-ի հետ ոչ ուղիղ բանակցության մասին, դա բոլորովին չի վերաբերում հանդիպման հարթակին, այլ ըստ էության հնարավոր գործարքի ձևաչափին, մասնակիցների շրջանակին։ Ի դեպ դրա մասին է թերևս վկայում եւ այն, որ Իրանի արտգործնախարար Արաղչին Հռոմում հանդիպումից առաջ կայցելի Մոսկվա։ Սա ուշագրավ է նրանով, որ ապրիլի 12-ի հանդիպումից առաջ էլ Ռուսաստան էր այցելել Դոնալդ Թրամփի մերձավոր արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, որը Օմանում Արաղչիի հետ հանդիպումից մեկ օր առաջ Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հետ։ Այդ ֆոնին սակայն առավել ուշագրավ է դառնում, որ Ամերիկա-Իրանյան բանակցության հարթակը տեղափոխվում է եվրոպական մայրաքաղաք։ Դա պարզապես աշխարհագրական երևույթ է, թե նաև քաղաքական բովանդակային։ Արդյոք Թեհրանն այդպիսով փորձում է ապահովել եվրոպական որոշակի թեկուզ սկզբի համար խորհրդանշական ներգրավվածություն, գործընթացի այսպես ասած բալանսավորվածության ավելի լայն պատկերի համար, այդ թվում հաշվի առնելով նաև Ամերիկա-եվրոպական հարաբերությունների ներկայիս մեխանիկան։ Համենայն դեպս անցումն Օմանից Հռոմ հետաքրքիր է, ինչ քաղաքների ցանկ ունեն Թեհրանն ու Վաշինգտոնը։ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում Եվրոպայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ խորապես անհանգստացած է Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում հրադադարի խախտումներով։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն մասնավորապես ասել է. «Խորապես անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով։ Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում տեղակայված եվրոպական առաքելությունն ընդլայնման դեպքում կարծում եմ հնարավոր կլինի դիտարկել եւ զսպել լարվածությունը։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմա ստորագրվի, քանի որ բոլոր կետերի շուրջ համաձայնության են հասել, իսկ Բաքվում անազատության մեջ պահվող գերիները պետք է ազատ արձակվեն»։ Ֆրանսիայի արտգործնախարարի այս հայտարարությանը երկար սպասեցնել չի տվել Բաքվի արձագանքը։ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այան Հաջիզադեն X հարթակի իր էջում գրել է, որ ֆրանսիացի նախարարի արտահայտած այդ դիրքորոշումը ուղիղ հակասում է Ադրբեջանի հանդեպ Ֆրանսիայի վաղեմի հակաադրբեջանական կեցվածքին, իսկ Հայաստանին մահացու զենքերի վաճառքը միայն նպաստում է լարվածության աճին։ Հաջիզադեն այնքան է ոգևորվել, որ զրահամեքենաներ Բաստիոնը խառնել է մահացու զենքի հետ եւ այդ ոգևորությունից մոռացել է նաեւ մի կարևոր հանգամանք։ Ֆրանսիան այնքան հակաադրբեջանական է, որքան Թուրքիան կամ օրինակ Պակիստանը պրոհայկական։ Խոսենք կոնկրետ փաստերով, Ադրբեջանի կենտրոնական բանկի տվյալներով միայն 2025 թվականին Ֆրանսիայի կողմից Ադրբեջանում արված ուղիղ ներդրումներն աճել են 25 անգամ նախորդ տարվա համեմատ։ Եվ այսպես 2024 թվականին Ֆրանսիայի ուղիղ արտաքին ներդրումները Ադրբեջանի տնտեսության մեջ կազմել են 121.91 միլիոն դոլար, ինչը 25 անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ։ Եվ համադրելով արդյունքները, ստացվում է, որ ֆրանսիական ներդրումներն ապահովել են Ադրբեջանի ընդհանուր ուղիղ արտաքին ներդրումների 1.7%-ը։ Ահա այսպիսի վաղեմի հակաադրբեջանական կեցվածք ունի Ֆրանսիան, ինչպես ասում են։ Հաջիզադեն եւս մեկ անգամ շեշտել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, որի բովանդակության մեջ Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներն են ամրագրված եւ սա ասում է մի երկրի ներկայացուցիչ, որի սահմանադրությամբ ամրագրված են օկուպացիոն նկարտումներ սուվերեն Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ։ Հիշեցնենք, որ մերօրյա Ադրբեջանն իրեն չի ճանաչում սովետական Ադրբեջանի իրավահաջորդ, այլ 1918 թվականին արհեստականորեն ձևավորված մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ, իսկ այդ սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես Ադրբեջանի տարածք։ Ֆրանսիայի նախարարի կողմից բարձրաձայնված գերիների մասով էլ մարդկության դեմ հանցագործություններ եւ ցեղասպանություն իրագործած ռեժիմի ներկայացուցիչն արձագանքել է, որ մարդկության դեմ հանցագործություն կիրառած ռազմական հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Արդարության տեսանկյունից անշուշտ անարդար է, սակայն ռեալ պոլիտիկը հենց դա է ենթադրում։ Ալիևը հստակ հայտարարեց, որ հակամարտությունը համարվում է լուծված միայն մեկ պարագայում, երբ կողմերից մեկը ենթարկվում է անվերապահ կապիտուլյացիայի, որին էլ սահուն Հայաստանը տանում են Հայաստանի ներկա իշխանությունները, ովքեր պատերազմի վախով սնելով ժողովրդին քար առ քար թուլացնում են Հայաստանի պետականությունը։
Եվ հետևաբար շատ բնական է, որ Ֆրանսիան տարածաշրջանում սեփական շահերը առաջ տանելու համար անընդհատ բարձրացնում է ոչինչ չանող եվրադիտորդների ընդլայնման հարցը, որն ավելի է սրելու Հայաստան-Իրան փոխհարաբերությունները, իսկ Ադրբեջանը իր երգն է երգում Ֆրանսիայի հետ քաղաքական առևտրի բռնվելով, որտեղ միակ գին վճարողը Հայաստանն է։